Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Խաչատրյանը հավատարի մնալով իրենց լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ, հավատարի մնալով լավագույն ավանդույթներին կես ճամփից հետ վերադարձավ։ Պարոն Խաչատրյան, պրոբլեմը հետ է, դուք շատ լավ հասկանում եք, հիանալի հասկանում եք, հիմա դուք ինչ եք անում։ Դուք հիմա խաչակրած արշավանք եք իրականացնում տրամաբանության դեմ։ Նայեք, ինչա տեղի ունեցել, դուք հարցեր եք տվել, այդ ընթացքում վարչապետը ասել է զենք է առնվել դրանով։ Նաև զենք է առնվել, չի նշանակում այդ ամբողջովա զենք է։ Հիմա եկել եք ասում եք, բա որ զենք է առնվել, բայց ճանապարհ չեք սարքել։ Գալիս ենք ասում եք ճանապարհ եք սարքել, ասում եք, սա աղորը ճանապարհից եք խոսում, դուք ուրիշ բան չեք կարող անեք, մենակ այդ ճանապարհն է։ Ասում եք զենք ենք առել, ասում եք ճանապարհ չեք սարքում, բա ճանապարհ է։ Ճանապարհել ենք առել, զենքել ենք առել, դպրոցներել ենք սարքել, չնայած ես ոնց հասկանում եմ, մի հատ ուրիշ խաչակրած արշավանքել իրականացնում եք դպրոցների վրա, հիվանդանոցներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, մանկապարտեզներ ենք վերանորոգել կամ հիմնանորոգել, պարոն Խաչատրյան, բազմաթիվ կապիտալ ծախսեր եւ ենթակառուցվածքներ ենք կառուցել, որոնք որ ունենալու են տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Այս էլ ձեզ որպես տնտեսագետ մուլտիպլիկատիվ էֆեկտից գոհ եք, թե գոհ չեք, իհարկե երբեք չեք գալու ասեք, որ գոհ եք։ Բայց այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, պարոն Խաչատրյան։ Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ, որովհետև եթե մենք այդ պարտքը վերցնում ենք եւ այդ կապիտալ ծրագրերը չենք իրականացնում, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ բարեկեցիկ երկրում, մենք արդյունքում ունենալու ենք մի հատ իրավիճակ, երբ որ լինելու են Հայաստանում ղեկավարներ, ովքեր որ այսօր օրինակ ապօրինի գույքով իրանցից պահանջում են $200 միլիոն։ Այս էլ երեխաների համար, որ դուք ասում եք, երեխաները բնականաբար ուրախություն իրենց եւ բոլորից չեն ապրել Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ կառավարման տարիներին, բայց բնականաբար վստահ եմ, որ կտեղեկանան դրա մասին։ Շնորհակալություն։ Եթե էլի կարիք լինի, պարոն Խաչատրյան, ես պատրաստ եմ այսօր անընդհատ մոտենալ ամբիոնի եւ անընդհատ այս թեմայով խոսալ։